Դպրոցը նարկոբանդայի թաքստոց։ Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանությունը մտել է դպրոցներից մեկն ու հայտնաբերել, որ Բրազիլիայում ամենահայտնի հանցավոր կազմակերպությունը Կոմանդո Վերմելոն դպրոցում բունկեր է սարքել, այնտեղ պահել թմրանյութեր, զենք։ Խմբի անդամներն այս բունկերն օգտագործել են ոստիկանությունից թաքնվելու ու իրենց կրիմինալ գործողությունները կազմակերպելու համար։ Ոստիկանները ձերբակալել են 16 մարդու, բայց դա հեշտ չի եղել։ Հանցավոր կազմակերպության անդամներն ընդդիմացել են, բախումներ են սկսվել նրանց ու իրավապահների միջև։ Երկու մարդ է սպանվել, երկուսն էլ վիրավորվել։ Ոստիկաններն առգրավել են 2 հրացան, 1 ատրճանակ, մեծ քանակությամբ թմրանյութեր։ Սա Բրազիլիայում սկսված նարկոբանդայի դեմ պայքարի ընդամենը մի մասն է, որի նպատակն է քանդել թմրանյութերի բիզնեսով զբաղվող Կոմանդո Վերմելոյի կարմիր հրամանատարության ցանցը։ Մի քանի շաբաթ առաջ Ռիոյում այս խմբավորման դեմ իրականացված մեծ գրոհի ժամանակ 100-ից ավելի մարդ էր զոհվել։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։